Պարոն Սահակյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է վեհափառ Հայրապետին եւ եկեղեցուն, ասելով, որ պետք է բացատրեն ինչպես է պատժվում կուսակրոնությունը խախտելու հանգամանքը։ Դուք ո՞նց եք վերաբերվում այս հայտարարություններին։ Նորմալ են վերաբերվում, եթե եկեղեցականը ուխտ է տվել Աստծո առաջ եւ խախտել է ուխտը, կարծում եմ ինչ-որ պատասխանատվություն հետևի դա։ Իսկ Կոտայքի թեմի առաջնորդի հետ այս ամենը քննարկել եք օրինակ։ Չէ, իհարկե։ Իսկ Կոտայքի մարզում գիտենք, որ կան պատմական նշանակություն ունեցող բազմաթիվ կոթողներ, եկեղեցիներ, չուլանացված եկեղեցիներ տեսել եք։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին նման որակում տվեց, որ չուլանացվել են եկեղեցիները։ Տեսեք, Կոտայքի մարզում ես անձամբ չեմ տեսել նման եկեղեցիներ, եթե նույնիսկ տեսնեի, այդ պահին կփորձեի շտկել իրավիճակը, բայց վերջերս Բեժնիում մենք եկեղեցի ենք վերակառուցել, կառավարությունը նկատի ունենք ասելով Հայաստանի Հանրապետության, որը բավականին անմխիթար վիճակում է եւ եկեղեցու վթարված պատը կառուցվել եւ վերանորոգվել է կառավարության կողմից հատկացված միջոցներով, ինչը կարծում եմ խոսում փաստ է, որ կառավարությունը եկեղեցուն չի թիրախավորում, այլ առանձին վերցրած հոգեվորականների, որոնց վարքագիծը համարում է ոչ եկեղեցականի վայր։ Իսկ արդյոք վարչապետին վայել է նման հայոյախառն արտահայտություններ Facebook-յան հրապարակումով, ներողություն չեմ կարող ասել, բայց նրա գրված բառերը ըստ երևույթին սեռական բնույթի հայոյանքներ էին։ Ես նման ինչ որ մեկի քեռու կնոջը չգիտեմ, դեռ հայոյանք չկա ամենատեղս։ Այդ գրառման մեջ հայոյանք չկա։